Ինձ միշտ ասում էին ձեռքերդ կվնասես, ոնց ես աշխատելու, ուզում ես առանց մատերի մնաս։ Արփիի ձեռքերը վնասել կարող էր տան հին չօգտագործվող մետաղական սպասք, որը նա հղկում ձև ու տեսք էր տալիս։ Առաջին քայլերն են մասնագիտություն ձեռք բերելու ճանապարհին։ Միշտ մտածել եմ, որ ես հենց դրա համար եմ, որ ստեղծեմ ինչ-որ մի բան, որ մարդկանց համար կդառնա շոշափելի ու հետագայում նաև կդառնա իրենց հիշողությունների, ինչի չէ նաև իրենց եսի մի մասը, իսկ զարդը հենց մարդուն ներկայացնող ինչ-որ մի բան է։ Հետաքրքրությունը վերափոխվեց ընտրության, ինչին դեմ էր Արփիի ընտանիքը։ Պնդում էին զարդագործությունը կանացի գործ չէ։ Ինձ անդադ ասում էին, որ այդ դժվար է լինելու քո համար չի, այդ մենակ տղամարդը պետք է անի։ Ասում է ժամանակը ցույց տվեց, որ այս ոլորտում կանայք ոչ միայն չեն զիջում տղամարդկանց, այլև հաճախ նույնիսկ գերազանցում են։ Այս աշխատանքը, որտեղ որ դետալները շատ կարևոր են, նրբանկատությունն է շատ կարևոր, որ ամեն ինչին ուշադիր լինես ու կարողանաս հասկանաս, թե այն մարդը, որ կկրի այս զարդը կամ կտեսնի այս զարդը, ինչ կզգա, ինչ կմտածի։ Չեմ կարծում, որ բոլոր տղամարդիկ են, որ դրան միշտ ուշադիր են լինում։ Արծաթե մատանիները, որոնք ստեղծում է Արփին, շատ նման ու միաժամանակ տարբեր են իրարից։ Մեկ զարդում երկու իրականություն կա։ Ներկայացնում է մարդու ներքին ու արտաքին աշխարհը, կյանքը, ասենց ասած, որ ինչ որ մի կողմից ինքը միշտ վնասված է, իսկ մյուս կողմից միշտ պարզերես է դուրս գալիս։ Մենք դիմացին տեսնում ենք տենց, ոնց ինքը ցույց է տալիս, ոնց ներկայացնում է, բայց թե իրականում ինչ կա հակառակ կողմում, այդ երբեք պարզ չի լինում։ Չպետք է վախենալ զբաղվել սիրելի գործով, եթե միտքդ անընդհատ այդ գաղափարի շուրջ է պտտվում։ Ուրեմն դա է քո ճանապարհն ու առաքելությունը։ Կարծում եմ, որ ամենակարևոր բանը այդ ինքնուրույն գնալն է դեպի այդ աշխարհը, որովհետև այդ աշխարհում ձեզ սպասող եսը ավելի կարևոր է, քան ստանդարտները։ Ինձ շատ վատ եմ զգում, երբ որ ուրիշ բանով եմ զբաղվում, ուզում եմ շուտ վերջանցնեմ ու հետ գամ քանդակել։ Նկարչությունից քանդակագործություն Արմինեի ոգեշնչման աղբյուրը մանկության հուշերն են, հատկապես իր գյուղի զորեղ կանայք։ Որ կանանց նայում էի, իրանք բոլորը տենց մի քիչ ավելի հաղթանդամ տեսք ունեին ու կադրեր եմ հիշում, թե ոնց էին իրանք ջուր կրում ու այդ պահերը շատ է տպավորվել։ Հենց այդպես էլ անվանել է քանդակների շարքը՝ զորեղ կանայք, արտահայտելով իր ուրույն ու շատ անկեղծ վերաբերմունքը գեղեցիկ սեռի հանդեպ։ Փորձում ենք միշտ կնոջը ավելի տենց էսթետիկ ֆորմայի մեջ ցույց տանք, իսկ այս դեպքում իմ համար ավելի շատ հենց կարևոր էր անկեղծությունը ու հենց այն կինը, որը որ ես իմ մեջ եմ փորձում գտնեմ։ Եթե ավելի վաղ ստեղծած քանդակներում նրա ուշադրության կենտրոնում կնոջ մարմինն էր, հիմա արդեն նրա բազմաշերտներ աշխարհը։ Եթե ստեղ ես լրիվ մերկացրել եմ կնոջը, ուստեղ իրան լրիվ այդ բաց, անկեղծ վիճակով իրան ցույց եմ տվել, այս դեպքում ես իր համար հատուկ նույնիսկ շոր եմ տվել, որ ծածկեմ։ Քանդակագործությունը օգնել Արմինեին առերեսվել ինքն իր հետ, գտնել իր ներսում կուտակված շատ հարցերի պատասխաններ։ Գործ անելով ես համ ինձ եմ մոտիկ գալիս, համ մոտիկ եմ գալիս այդ բոլոր հարցերի պատասխաններին։ Վստահ է, կինը չպետք է ապրի կարծրատիպերով կամ չգրված օրենքներով։ Կինը պետք է համարձակ լինի թե մասնագիտության ընտրության մեջ, թե առօրյա կյանքում որոշումներ կայացնելիս։ Հասմիկ Պողոսյան, Արման Թովմասյան, լուրերի համար։